Պարոն Վարդանյան, դուք համահայկական ճակատ կուսակցության նախագահն եք եւ այսօր էլ եւ կուսակցությունը եւ շարժումը նախաձեռնել է բողոքի ակցիա դատախազության դիմաց ի պաշտպանություն վեհափար Հայրապետի։ Կխնդրեմ առավել մանրամասն ներկայացնեք, ինչ նախաձեռնություն է եւ ինչից դրդված այսօր այստեղ եք, ինչ պահանջ ունեք։ Հարգելի լրագրող, հարգելի ժողովուրդ, մենք շատ երկար ժամանակ տարբեր պահանջներով, տարբեր տեղեր կատարել ենք ակցիաներ։ Այսօր կոնկրետ մենք դատախազության դեմ ակցիա ենք իրականացնում սահմանադրական կարգի խախտման չհետևելուն, որովհետև դատախազությունը, սահմանադրական դատարանը, ԱԾ-ն, ամեն մարդ ներքին զորքերը, ամեն մարդ ունի հստակ ամրագրված իր պարտականությունները, որը բխում է մայր օրենքից։ Մենք կամային ոչ մի բան չենք անում։ Խոսքը դատախազության մասին է, խոսքը մնացած ուժային կառույցների մասին է։ Ներկա պահին մեր գնահատականը դատախազությանը եւ մնացած կառույցներին արտահայտում ենք բացական, որովհետեւ իրանք կատարում են հատուկ ցուցումներով հատուկ առաջադրանքներ, ոնց որ դիվերսանտներ են Հայաստանում, էլի, Ադրբեջանից ներմուծված դիվերսանտներ։ Դատախազությունը քրեական գործահարություն անհիմն ցանկացած մարդու վրա։ Վերջինը եղել է եպիսկոպոսանք ժողովը արգելելու ու Կաթխիկոսի վրա դնել քրեական գործ։ Ինչի համար, ինչ արել։ Աջապարյանին կալանեցին, հիմք չկա։ Գալստանյանին կալանեցին, հիմք չկա։ Բոլորը տերորիստներ են դարձել այս կառավարության աշկին։ Ով բարձրաձայնում է, ով չի հանդուրժում իրանց վարած քաղաքականությունը, դուրս է գալի նա տերորիստ է Հայաստանում եւ կարելի է իրան բռնել ու ձերբակալել։ Ձեզ համար սպասելի էր, որ երբևէ Հայաստանում նման իրավիճակ կստեղծվի, որ անգամ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում կալահ կսահմանվի։ Տեսեք, որ սենց նայում ենք, պատգամավոր ժամանակ ինքը շատ ակտիվ, ժողովրդավարական պատգամավոր էր։ Ինքը միշտ հարցեր էր բարձրացնում ժողովրդին հուզող։ Դառնալուց իշխանություն դարձավ դև։ Այտենց է, էլի, այդ աթոռից է, սենյակից է, չգիտեմ ինչից է։ Ով նստում է այդ աթոռին, դառնում է դև երեք գլխանի։ Հիմա ժողովուրդը իր համար ոչ մի բան է։ Ինքը այսօր խոսում է ժողովրդավարական երկրից, բայց Հայաստանի Հանրապետությունում ժողովրդական պետություն գոյություն չունի։ Ժողովրդավարություն բացարձակ գոյություն չունի։ Ինքը իմ անունից հայտարարություններ անում, ինքը իմ անունից, ես կոնկրետ իմ անունից եմ խոսում, պայմանավորվածություններ է ձեռք բերում։ Հեռուստացույցով ասում է ժողովուրդ ձեր համար, ժողովրդի մեծամասնություն, sense բառեր ասում, որ 21 թվականին իրան ընտրել է 680,000 մարդ։ Եվ 680,000 մարդ, ես դա բազմիցս ասել եմ, էլի, դա Հայաստանի Հանրապետության փոքրամասնությունն է, եթե մենք վերցնում ենք Հայաստանի Հանրապետության բնակչությունը, 680,000 մարդը դա փոքրամասնությունն է։ Ինքը կարա փոքրամասնության խնդիրները բարձրացնի։ Մենք համաձայն չենք այս իր բարձրացրած խնդիրների, այս իր գնացած քաղաքականության, այս ճանապարհով։ Մենք երկար տարի ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը։ Մենք չենք տեսել նման բան, որ վարչապետը ճակերտավոր հրաժարվի հայկական հողերից։ Վարչապետը ասում է, բանակը պետք է դառնա 4-րդ կարգի բանակ։ Ես ուզում եմ հասկանամ, 4-րդ կարգի բանակը ո՞րն է։ Անդամալույս բանակ, դա վարչապետն է։ Ասում է, բանակը չի Հայաստանի երաշխավորը, անվտանգության։ Բա ով է, դու ես Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Նիկոլ Փաշինյան, դու քո անվտանգության երաշխիքը չես կարող ապահովես, քո կողը 160,000 մարդ ես ման տալի, քո հետ ինչ-որ ժողովրդի մոտ հանդիպելուց, տեսնելուց։ Դա խայտառակություն է, սա երկրի ղեկավար չի, սա երկրի կառավարություն չի եւ միանշանակ պետք է փոխվի երկրի ղեկավարումը։ Մենք պետք է անցնենք նախագահական երկրի, որովհետեւ Որն է, պարոն Վարդանյան։ Այո, ասում եմ, որովհետեւ վարչապետը ինքը իրան որոշում է պետբյուջեից ՔՄ հաճույքին կամ սիմպաթիային համապատասխան, ով ինչքան կարեցել է ներս մտնի, էլի, այ դրա համապատասխան բան է տալիս, պարգևավճարներ է տալիս։ Ինչի համար ես դու պարգևավճար բաժանում։
Չէ որ երկրի կառավարությունը պարտավոր է ծառայի Հայաստանի Հանրապետությանը։ Թեկուզ այդ փոքրամասնությունը ձեզ քվե է տվել, որ դուք ծառայեք, ոչ թե դուք շռայլեք ամեն ինչ, այդ ժողովուրդը մնա նույն ձև։ Նիկոլ Փաշինյանը այն падգամավոր ժամանակները, այն որ նոր 18 թվին քայլում էր, գոռում էր տատիկ պապիկները 36000 դրամ փող են ստանում։ Հիմա ինչքան են ստանում։ Բանա փոխվի 7 տարվա մեջ։ Արդյոք այս իրադարձությունները պայմանավորված է միայն համապետական ընտրություններով, թե այլ ենթատեքստեր եք տեսնում այստեղ։ Տեսեք, ես ասել եմ եւ ելի կրկնում եմ 94 թվականից մեր պետության կառավարությունը զավթված է։ Այ որ ինքը ասում է, էսի այլ երկրի ագենտ է, այնի այլ երկրի ագենտ է։ Պարզ ոչ մեկ չի թաքցրել, որ իրանք ագենտներ են։ Իրանք բոլորը ագենտներ են, այսօր ներդրված Հայաստանի Հանրապետությունը ներսից քանդելու։ Այսա կապված է դրա հետ, որովհետև ինքը պատերազմը 44 օրյա պատերազմը սկսելուց առաջ ինքը առաջի ամբիոնից ինչ հայտարարեց, ասեց ժողովուրդ, ինչ ելքով էլ ուզում է բրցնի, մենք մեզ պարտված չենք զգալու։ Հիմա ուզում եմ հասկանամ, ինքը ինչ գիտեր ինչ ելքով է բրցնում։ Մեր ժողովրդի մոտ հիշողության կորուստ կա։ Բերեք նայեք Նիկոլ Փաշինյանին, այն Սերժ Սարգսյանի ժամանակ 800 հեկտար հողի համար ինքը Ալեն Սիմոնյանը այն մնացածը իրան ճղում էին, ասում էին ձեզ ով է թույլ տվել, ձեզ ով է թույլ տվել, սենց գնում էին եթերներ բան, բայց ձեզ ով էր թույլ տվել, որ գնայիք ճանաչեիք Արցախը Ադրբեջանի կազմ, դուք ով եք։ Դուք կյանքում Հայաստանի Հանրապետության համար ինչ որ մի բան արած կաք, արա դուք սկի ձեր պետական պարտքը չեք տվել, չեք ծառայել։ Դուք ո՞նց եք կարող որոշեք, որն է հայկականը, որն է ադրբեջանականը։